Եթե ապրում եք Լոս Անջելեսում, ապա կարող եք մինչև $600 վաստակել պարզապես մեքենան տանը թողնելով։ Պայմանը մեկն է՝ պետք է հազվադեպ նստել մեքենայի ղեկին։ Լոս Անջելեսի շրջանի տրանսպորտային գործակալությունը ընդլայնել է մեկ մեքենայի մարտահրավեր ծրագիրը։ Այն հասանելի է ամբողջ Լոս Անջելեսում։ Ծրագիրը նախկինում փորձարկվել է Սանտա Մոնիկայում։ Այժմ մասնակիցների թիվը կհասնի 2000 տնտեսության։ Մասնակցության համար հարկավոր է 5 շաբաթ մեքենան տանը պահել։ Այդ ընթացքում պետք է օգտվել հասարակական տրանսպորտից, հեծանվից կամ պարզապես քայլել։ Շաբաթական կարելի է վաստակել մինչև $120։ Գործընթացին հետևելու համար պետք է օգտագործել Go Karma հավելվածը։ Այն կգրանցի ձեր ուղևորությունները եւ մեքենայի վազքը։ Իրանի հետ գործարքը կարող է լինել անգամ վաղը, նախագահ Թրամփն է հայտարարել։ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարը եւս հույս է հայտնել, որ գործարքը կլինի, բայց Հորմուզը շարունակվում է փակ մնալ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հաստատել է, որ բանակցություններում կա որոշակի առաջընթաց։ Խաղաղության շուրջ բանակցում են, սակայն պատերազմի հեռանկարը եւս չեն բացառում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրատապ հանդիպում է անցկացրել զինամթերքի պակասի թեմայով։ Այս մասին հայտնել են տարբեր լրատվամիջոցներ։ Պաշտոնյաները քննարկել են զենքի պաշարների խնդիրը, զինամթերք շատ է ծախսվել, պակասը սահմանափակում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների մասշտաբները։ ԱՄՆ-ի օդուժի հարվածները Եմենում հարյուրավոր քաղաքացիական անձանց են սպանել եւ դա ԱՄՆ քաղաքացիներից գաղտնի է պահվել։ Պենտագոնը այդ մասին հանրությանը ոչինչ չի հայտնել։ Ըստ նոր փաստաթղթի, հարձակումները տեղի են ունեցել 2025 թվականի ապրիլին Թրամփի հրամանով իրականացված Rough Rider ռազմական արշավի ընթացքում։ Նպատակը հութիների դեմ պայքարն էր եղել, սակայն քաղաքացիական զոհերի թիվը մնացել էր գաղտնի։ Միջազգային կազմակերպությունները պահանջում են հետաքննել դեպքերից հատկապես մեկ, երբ ամերիկյան հարվածից 84 քաղաքացի էր զոհվել։ Վաշինգտոն նահանգը շարունակում է այրվել։ Սփոքենում հրդեհն արդեն վնասել է շուրջ 850 շինություն։ Ավելի քան 1500 հրշեջ շարունակում են պայքարը կրակի դեմ։ Նրանք աշխատում են օրական 16 ժամ։ Հրդեհի գիծը մնացել է գրեթե անփոփոխ։ Կրակի ընդգրկած տարածքը աճել է ընդամենը 2 ակրով։ Մոտ 67000 մարդ է տարհանվել։ Իշխանությունները զգուշացնում են, թիվը կարող է աճել։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նոր ղեկավար ունի։ Սենատը հաստատել է Էրիկ Շվարցի թեկնածությունը։ Թրամփի նախորդ ժամկետում Շվարցը եղել է գլխավոր վիրաբույժի տեղակալ, նա ծառայել է նաև առափնյա պահպանությունում։ Այս կառույցը 1 տարի մշտական ղեկավար չի ունեցել, նախորդին հեռացրել էր առողջապահության նախարարը։ Շվարցը լսումների ժամանակ խոստացել է հավատարիմ մնալ գիտությանը, սակայն դա հեշտ չի լինելու։ Մակաբույծով վարակված աղցանը հայտնաբերվել է ԱՄՆ եւս 6 նոր նահանգներում։ Վարակված նահանգների ցանկին են ավելացել Արիզոնան, Այովան, Միսսուրին, Նեբրասկան, Նյու Հեմփշիրը եւ Հյուսիսային Քարոլինան։ Ախտանիշները ներառում են աղեստամոքսային խնդիրներ, մայիսից ի վեր հազարավոր մարդիկ են վարակվել, գրանցվել է մահվան 2 դեպք։ Սան Բեռնարդինոյի շրջանի դետեկտիվը վիրավորվել է Փալմդեյլում աշխատանքի ժամանակ։ Փոխհրաձգության հետևանքով հանցագործը տեղում մահացել է, մանրամասները հայտնել է Սան Բեռնարդինոյի շրջանի շերիֆի դեպարտամենտը։ Դետեկտիվը խուզարկություն կատարելիս է եղել, երբ խաչմերուկի մոտ հնչել են կրակոցներ, նա ստացել է հրազենային վնասվածք։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, վիրավորը գտնվում է կայուն վիճակում։ Ծովախեց գետնի համար վիճաբանությունն ավարտվել է սպանության փորձով։ Դեպքը տեղի ունեցել Մայամիում։ Մի տղամարդ ջրասուզակի օդի հոսքը փակել է։ 51-ամյա տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով։ Տղամարդու ընտանիքը պնդում է, որ մեղադրանքը կեղծ է։ Սիմփսոնը եղել է նավարկության անվտանգության խորհրդի անդամ։ Նրա ընտանիքը պնդում է, որ ականատեսները այլ բան են տեսել։ Հյուսիսային Քարոլինայում զինված միջադեպ է տեղի ունեցել։ Prospect Hill քաղաքի տներից մեկում գտնվել են հրազենային վնասվածքներով մարդիկ, 3 անձ մահացել է։ Նրանց թվում է նաև հանցագործության մեջ կասկածվողը։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, տեղի շերիֆի խոսքով բոլոր մասնակիցները եղել են մեծահասակներ նույն ընտանիքից, նրանք նախկինում իրավապահների օգնությանը չեն դիմել։ Կրակոցները եղել են միայն այդ տանը, հանրության համար այլևս վտանգ չկա։ Ծաղրածուի հագուստով 15-ամյա տղան սարսափ է տարածել Իլինոյս նահանգի Իստ Սենթ Լուիսի փողոցներում։ Ոստիկանները փողոցում գտել են 78-ամյա տղամարդու մարմինը, նա մահացել էր դանակի հարվածներից։ Հարևանները տեսել են դեռահասին մեծ դանակը ձեռքին, տղան 45 րոպե շրջել է թաղամասում, վախի մատնելով բնակիչներին։ Ըստ տեղեկությունների, նաև մի քանի դռան զանգ է սեղմել, բայց դռները չեն բացվել։
Հայտնի բլոգեր Փերեզ Հիլթոնը հայտնվել է հիվանդանոցում, նա ուղիղ եթերում վնասել է իրեն։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, օգտատերերը ահազանգել են ոստիկանություն։ Իրավապահները ժամանել են բլոգերի տուն, նրանք ապահով դուրս են բերել տղամարդուն եւ տեղափոխել հիվանդանոց։ Ընտանիքը հաստատել է, որ Փերեզը բուժօգնություն է ստանում։ Վենտուրա շրջանում գրանցվել է կարմրուկի նոր դեպք 2017 թվականից ի վեր առաջին անգամ։ Սա շատ արագ տարածվող վարակիչ հիվանդություն է։ Այն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում մարդուց մարդուն։ Հիվանդը այցելել է մի քանի վայրեր։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները կոչ են անում, որ վերջին օրերին այդ վայրերն այցելածները ուշադիր լինեն եւ կարմրուկի ախտանշանների դեպքում անմիջապես դիմեն բժշկի։ Riverside շրջանում Փերիսի մոտակայքում գտնվող դաշտավայրում փոքր ինքնաթիռ է վթարային վայրեջք կատարել։ Երկու ուղևորներ փրկվել են, փրկարարները դեպքի վայր են հասել վայրեջքից հետո եւ տեղում հայտնաբերել են կործանված օդանավը։ Երկու ուղևորները խցիկից դուրս են եկել ինքնուրույն։ Վթարի պատճառները դեռ պարզ չեն։ Վաննայսում 3 տարեկան տղային առևանգել են տնից, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան։ Տղամարդը ներխուժել է բնակարան, վերցրել երեխային եւ մեքենայով տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանները երեխային գտել են ողջ եւ առողջ, տղան այժմ ոստիկանների հսկողության տակ է։ Իրավապահները նրան մորը վերադարձնելու աշխատանքներ են տանում։ Կասկածյալը երեխայի հայրն է եւ ձերբակալված է։ Բարև ձեզ։ Օրը 5 շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Բրիտանացի երգիչ դերասան Էդ Շիրանը հրավիրում է մեծ համերգի Սոֆայի մարզադաշտում։ Համաշխարհային աստղը կներկայացնի իր հայտնի հիթերը, ապահովելով անմոռանալի երաժշտական երեկո օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 5:30 Լոս Անջելեսի Սոֆայի ստադիումում։ Քանթրի երաժշտության աստղ Մեգան Մորոնին հանդիպման է հրավիրում Crypto Cat Co Arena-ում Tennessee Orange Hit-ով հայտնի դարձած երգչուհին, ով ուրույն տեղ է զբաղեցնում ժամանակակից քանթրի երաժշտության մեջ, կներկայացնի իր լավագույն ստեղծագործությունները օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Crypto Cat Co Arena-ում։ Pasadena-ի Brookside at the Rose Bowl-ում անմոռանալի երեկո է խոստանում Katsai-ը։ Իր երկրպագուներին հրավիրում է մասնակցելու վառ եւ էներգետիկ համերգի Brookside at the Rose Bowl-ում։ Խումբը հանդես կգա իր լավագույն ստեղծագործություններով, հանդիսատեսին պարգևելով անմոռանալի երաժշտական տոն օգոստոսի 8-ին ժամը 2-ին։ T.I.-ը հրավիրում է անմոռանալի երեկոյի Հոլիվուդ Փալադիումում։ Հիփ-հոփ աստղը բեմ կբարձրանա Լոս Անջելեսի հանդիսատեսին ներկայացնելով իր լավագույն հիթերը օգոստոսի 13-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ Փալադիում համերգասրահում։ Կրկին Սոֆայի մարզադաշտ, այս անգամ Քարոլ Ջին է հրավիրում տպավորիչ եւ էներգետիկ համերգի։ Լատինաամերիկյան երաժշտության աստղը կներկայացնի իր վառ հիթերը Լոս Անջելեսի հանդիսատեսին պարգևելով անմոռանալի երաժշտական շոու օգոստոսի 14-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Սոֆայի ստադիումում։ The Head and the Heart-ը եւ Valderado-ն հրավիրում են երաժշտության սիրահարներին անմոռանալի համերգի Pacific Amphitheatre-ում։ Այս երկու ոգեշնչող խմբերը կմիավորեն իրենց ուժերը Կոստա Մեսայի հանդիսատեսին պարգևելու հիշարժան երեկո լի անկեղծ ու հուզիչ երաժշտությամբ։ Օգոստոսի 14-ին երեկոյան ժամը 7:30 Կոստա Մեսայի Pacific Amphitheatre-ում։ Նոա Կահանը իր երկրպագուներին հրավիրում է մեծ համերգի Rose Bowl մարզադաշտում։ Հանրահայտ երգիչ երգահանը կներկայացնի իր հուզիչ եւ անկեղծ ստեղծագործությունները, ապահովելով անմոռանալի երաժշտական երեկո բաց երկնքի տակ օգոստոսի 15-ին ժամը 7:30 Pasadena-ի Rose Bowl ստադիումում։ Սան Ֆերնանդո հովտի աշխատանքի տոնավաճառը հրավիրում է աշխատանք փնտրող մասնագետներին հանդիպելու տեղական եւ ազգային առաջատար գործատուների հետ։ Սա հիանալի հնարավորություն է անմիջական հարցազրույցներ անցկացնելու եւ աշխատանքի տարբեր առաջարկներ դիտարկելու համար վաճառքից մինչեւ ճարտարագիտություն եւ սպասարկման ոլորտ։ Օգոստոսի 15-ին ժամը 11:30 Լոս Անջելեսի Courtyard by Marriott Los Angeles Sherman Oaks-ում։ YG-ն հրավիրում է բոլորին մասնակցելու LA Function ամառային փառատոնին, որը Լոս Անջելեսի մշակույթի, երաժշտության եւ արվեստի իսկական տոն է։ Լավագույն DJ-ների կատարումներ, հատուկ հյուրեր, բազմազան ուտեստներ առաջարկող food truck-եր, ինչպես նաեւ դասական lowrider ավտոմեքենաների ցուցադրություն։ Վայելեք Լոս Անջելեսի ամառային օրը լի էներգիայով եւ մշակութային հագեցած ծրագրով։ Օգոստոսի 15-ին ժամը 2-ից մինչև երեկոյան ժամը 9 Լոս Անջելեսում։
Acacia Park-ը հրավիրում է երաժշտության սիրահարներին բացօթյա հրաշալի երեկոյի Ֆուլերթոնի գողտրի կանգյունում, վայելեք կենդանի կատարումները բնության գրկում ընկերների եւ ընտանիքի հետ անմոռանալի ժամանակ անցկացնելով օգոստոսի 16-ին երեկոյան ժամը 7-ին Ֆուլերթոնի Acacia Park-ում։ Անսպասելի հնարավորություն ու փորձառություն Պարի սիրահարների համար Dance Create հրավիրում է բոլորին։ Մասնակցելու Պարի անվճար բաց դասի Evolution Studios-ում Մարիա Դել Բանյոյի հետ միասին դուք հնարավորություն կունենաք սովորել պարային հիմնական քայլեր եւ յուրացնել զվարճալի պարային շարքեր բարեկամական եւ ոգեշնչող միջավայրում։ Սա հիանալի առիթ է նոր հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաեւ նոր ընկերների հետ ծանոթանալու համար։ Օգոստոսի 9-ին ժամը 11-ին Լոս Անջելեսի Evolution Studios-ում։ Փոքրիկ խոհարարներին ու նրանց ծնողներին համեղ եւ զվարճալի արկածի է հրավիրում Little Appetizer Makers-ը։ 6-ից 12 տարեկան երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել խոհարարական հմտություններ, բացահայտել նոր համեր եւ պատրաստել իրենց սեփական համեղ նախուտեստները ինտերակտիվ եւ ուրախ միջավայրում օգոստոսի 15-ին ժամը 9:30 Մոնրովիայում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակ կգտնեք եւ հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։